Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 15-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե հիմնական իրադարձությունը Իսրայել-Իրան առճակատումն է, բայց նաև նայենք մեր տեղը դիրքը այդ ամեն ինչի մեջ։ Երևի վերջի ընթացքում, երևի գուցե 100-ից ավել անգամ ասել եմ, որ մենք Իրանի հետ խնդիր չունենք, բայց կարող է մենք խնդիր ունենանք, եթե Իրանը աշխարհի հետ խնդիր ունենա, եւ կտրականապես դեմ եմ եղել դրան, որ որևէ մեկը մտածի, որ մենք պետք է ռազմավարական դաշինք կնքենք Իրանի հետ, վերջերս էլ Իրանի պաշտոնյա երեկե դա առաջարկում էր, մեր մոտ ինչքան մարդ կարած մերենա Իրանը մեր անվտանգությունը երաշխավորում է, լավ այդ ամեն ինչը հիշում եք։ Իհարկե մեր հարևանն է Իրանը շատ ավելի պարզ ասել չենք կարող, բայց եւ ամեն ձևով ակնարկում է, որ մեկը լինի Իրանի անվտանգությունը պահի։ Ժողովուրդ ջան, էս ինչ եք խառնվել իրար։ Էս ինչ ինտենսիվ հանդիպումներ է Իրանում նրանց պաշտոնյաների հետ, այցելություն Հայաստան, հայտարարություններ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին, Իրանի նախագահի այցելության նախապատրաստում։ Ինչ հա կատարվում ձեզ հետ, ժողովուրդ ջան, դուք չեք տեսնում, որ այն մյուս կողմը լսում է, թե դուք ինչ եք անում։ Եվ մեկ էլ երկու խնդիր կա։ Մեկը դիվանագիտական պետական շահերից ելնելով, մեկն էլ որ Հայաստանը համայնայության հայրենիքն է, սա հայրական տուն է։ Մեզ համար հավասարապես ցավալի է, թե Իրանի հայի, թե Իրանահայի, թե Իսրայելի հայի հետ կապված որևէ խնդիր։ Նույնիսկ եթե ֆիզիկապես նրանց ոչնչացման խնդիր է չլինի, որ ասենք լավ, տեսեք առայժմ դեռ վտանգների մասին կամ զոհերի մասին տեղեկատվություն չունենք, բայց որ ավերվում է իրանց տները, դա մեզ չի անհանգստացնում։ Եթե դա մեզ չի անհանգստացնում, ուրեմն մենք իսկապես չենք ընկալում, որ մենք հայրական տուն ենք եւ հավասարապես մեզ համար մեր սիրտը պետք է ցավի բոլոր հայերի համար աշխարհի։ Նույնիսկ եթե կարծենք, որ նրանց պետությունը սխալ բան է անում։ Անգամ այդ պարագայում։ Ու դա է հարցը, որ այն մտավախությունը, որ պարբերաբար կար, ու այն օլիմպիական հանգստությունը, թե ինչ է կատարվում անընդհատ դրանից եք խոսում, մտածում ես, որ Տեր Աստված, այս մարդիկ ընդհանրապես ադեկվատ են իրավիճակին։ Ու սա է հարցը, որ դուք տեսնում եք, որ կարող է, այսինքն նաև դիտարկում են, չէ, մենք էլի ենք խոսել այդ մասին, մենք չենք նայում Իսրայել-Իրան, որի պարագայում նայենք, թե ի վերջո ով է ճիշտ, ով է սխալ։ Դա մեր կռիվը չի, ինչ ով է ճիշտ, ով է սխալ։ Մենք նայում ենք, որ այսօրվա դրությամբ կանխարգելիչ հարվածը հասցնում Իսրայելը եւ ասում է, որ եթե ես չհասցնեմ, ինձ կհասցներ։ Ես պետք է ոչնչացնեմ, այլապես ինքը ինձ կոչնչացնի։ Սա է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ եթե մտածում է, որ ավելի լավ է Իրանում էս կրոնապետությունը վերանա, դա իր պատկերացումն է, որ այս կրակն ենք ընկել այս կրոնապետության ձեռը, բայց մարդիկ կան, չէ, որոնք հիշողություն ունեն եւ ասում են, բալավ 1951 թվականից 53 թվականը կար նորմալ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրված վարչապետ Մոհամեդ Մոսադիկ։ Բարեփոխիչ, դեմոկրատ։ Ինչ արեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, տապալեց, որտեղ այդ մարդը խոսում էր ազգայնացումից։ Խոսում էր ազգայնացումից, խոսում էր որոշակի քայլերից եւ Ամերիկայի եւ Մեծ Բրիտանիայի շահերը չհամընկավ, տապալեցին այդ մարդուն։ Ինչը հանգեցրեց, որ կրոնապետություն առաջացավ։ Կարող է մոռացել ենք, թե ինչպիսի աջակցություն էր Շահ Մոհամմեդ Ռեզա Փեխլևիին։ Սա նրա համար է, որ ուզում եմ ասեմ, որ մենք պետք է օբյեկտիվորեն նայենք, ժողովուրդ ջան։ Ես իմ համակրանքը, որ արևմուտքի կողմն է, դա նորություն չի, բայց մենք հոմենակ մեր համակրանքով չենք շարժվում։ Մենք նայում ենք այդ օբյեկտիվ իրավիճակը, մեկը մյուսի դեմ բանավիճելու ժամանակ դնում է սեղանին, ասում է, եթե սա չէիք ուզում, սա հետևանք է Շահինշահ Մոհամմեդ Ռեզա Փեխլևիի այդ վարած քաղաքականության, դաժան քաղաքականության իր ժողովրդի նկատմամբ։ Եվ անունը դուրս եկա, որ դա Ամերիկայի աջակցությամբ անում։ Ինքը ինքնուրույն չի դա անում։ Այսինքն Ամերիկայի հետ հարաբերությունները նույնացվեց այդ դաժանության հետ։ Սա է, որովհետև մարդիկ որ դա միանշանակ չեն ընդունում։ Իսկ հիմա մենք ուղղակի պարզապես դինայենք եւ հասկանանք, թե ինչն է պատճառը, որ Իրանում իրանք մտածում են, մինչև իշխանությունը չտապալենք, այդ վտանգը միշտ պետք է լինի։
Այո, ադրբեջանցիներն էլ են ոգևորվում, ադրբեջանցիները, որովհետև մեզ հարևան են, հարևան են եւ Նախճեվանին էթնիկ ադրբեջանցիները, հարևան են եւ մեզ եւ հարևան են եւ այն տարածքներին, որը որ ժամանակին մեր վերահսկողության տակ էր։ Նրանք մտածում են ցանկացած պարագայի կարող են լարվածություն առաջացնել, փողոց անել, դժգոհություն առաջացնել, հոմես դա չի անհանգստացնում, որ փողոց կհանեն իշխանությունները ինչ որ ձևով կփորձեն դա կանխել։ Մեզ անհանգստացնում է, որ դա պլանավորած չմտցնեն Հայաստանի տարածք, այդ մասին էլ ենք չէ խոսել։ Մեզ անհանգստացնում է դա։ Դա Աստված դա տեղի չունենա, բայց դրա դեմը ով է առնելու։ Եթե հանկարծ գործը դրան հասավ, Ամերիկան է գալու մեր մոտ կանգնի թույլ չտա որ մտնեն, Հայաստանի սահմանապահ նկարակելու թույլ չտա երեխան գրկած մարդը մտնի, այնպես չի որ եթե մենք հավանական բոլոր տարբերակներն ու զարգացումները քննարկում ենք, այդ բոլորն էլ իրականություն դառնա։ Չէ, ժողովուրդ ջան, այդ բոլորը քննարկում ենք, որ ցանկացածը, որը որ փորձեն իրականություն դարձնել, կանխարգելիչ քայլերը դրա դեմ ունենանք։ Այո, մտածենք, որ ռադիացիոն վտանգ կա։ Այո, մտածենք, ջրերի աղտոտվածության խնդիր կա, օդի աղտոտվածության խնդիր կա։ Սեյսմիկ ակտիվ գոտում պայթյունի դեպքում կարող է առաջացնի դետոնացիա, որը կարող է առաջացնի նաև հարված մեր մոտ։ Ու մենք ինչ հրաշալի տիրապետում ենք Իրանի բոլոր լաբորատորիաներին խորքային, որոնց կարող է խորքային ռումբով հարված են։ Ուղիղ գծով 200 կիլոմետրի վրա լաբորատորիա կա, մտածում են, որ դա մեզ չի անհանգստացնում, ինչ եմ ասում, որ այս ամեն ինչը մենք պարբերաբար քննարկել ենք ինչի համար, եւ աշխարհի հետ կապված, եւ տարածաշրջանի հետ կապված, եւ մեկ էլ այնուամենայնիվ մենք պետք է մտածենք, որ իսկ այս ով է կանխում Իսրայելին, դատապարտող հայտարարություններ անում են, հետո դա ինչ փոխվեց։ Մենակ Հայաստանը չէ, քանի հզոր պետություն է դատապարտող հայտարարություն անում, որևէ ձևով Իսրայելին կանխել է։ Այդ ձևի դատապարտող հայտարարությունը, երբ որ մեր հետ կապված անում են, իսկ մեր հետ կապված չեն էլ արել։ 44 օրյա պատերազմի հետ կապված հետո ով է դատապարտող հայտարարություն անում։ Բայց մենք մտածում ենք, որ լավ, գոնե այդ ասեք մի հատ տեսնենք, աշտերից առաջ տեսնում եք, որ ասեն ինչ։ Դրա վրա պիտի մեր հույսը դնենք։ Չենք տեսնում ինչ է կատարվում։ Չենք տեսնում երկրի ներսում ոնց են կարողանում լարվածություն առաջացնել։ Բա որ մտածում ենք, որ երկրի ներսում պետք է չանեն ապակայունացնող քայլեր անեն։ Երկրի ներսում չի կարելի բերել օտարին մտցնել։ Երկրի ներսում չի կարելի օտարի ազդեցության գործակալներին թողել, մտածել ես ինչ լավ ընդդիմություն է։ Այս սրանց հետ մենք շատ լավ կլնենք։ Հիմա էլ նորից ծնեն հին խաղը 2021 թվականի նոր խաղացող մտցնեն։ Այդ տեսեք Ռուսաստանի գործակալները ինչ են անում։ Հրապարակային գնալ Ռուսաստանին հավատարմության երթում տալ, բայց երկրի ներսում ասել ռուսներն ուզում են իշխանությունը փոխեն։ Իշխանությունը փոխում են Նիկոլ Փաշինյանից ավելի ռուսամետ Հայաստանում գտնել հնարավոր է։ Այս ամեն ինչը մեր են վտանգն է, որի հետ կապված պարբերաբար խոսում ենք եւ հատուկ բերել են հասցել են այն վիճակի, որ ամենակարևորը մարդկանց դարձնել անտարբեր։ Դա է իրանց փրկությունը։ Եվ մեկ էլ մարդիկ կան, որոնք համառորեն իրանք ասում են, ինչ ուզում է Նիկոլ Փաշինյանը, ասի իրանց համար ընդունելի է։ Այսինքն իրանց տեսակետ չունենալն է։ Սա է իրանց տեսակետը։ Ինչ ուզում է ասի։ Նիկոլ Փաշինյանը այսօր կանգնի ասի Ժորժ ջան, չեք տեսնում, մահմեդական երկրներով ենք շրջապատված, մեր ինչին է պետք քրեստոնյա ալենք։ Դուք կարծում եք նույն մարդիկ չեն պաշտպանելու։ Դա ասում ճիշտ է ասում մեր վարչապետը։ Բայց մեր ինչին է պետք որ։ Ու կսկսեն լրիվ հիմնավոր բացատրել, որ դա ճիշտ է։ Որովհետև այդպես է ասել։ Բայց այդպես իրանք ուղղակի շատ հարմար է։ Այսինքն մենք տեսակետ չենք ուզում ունենանք, մեզանից ինչ եք ուզում։ Տեսակետ Նիկոլ Փաշինյանը ինչ կասի, մենք համաձայնենք։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, որ դուք համաձայնեք։ Այս վիճակում ինչ է ասում։ Իր ասելիքն ասեց։ Դատապարտեցին, սատարեցին։ Հետո մարդիկ էլ կային, ասում են, բա մեր հարևանն է Իրանը, չսատարենք։ Ժորժ ջան, հարևանն է մտահոգություն հայտնեք։ Հարևանն է ասեք, երբեք մեր տարածքը չեք տրամադրի Իրանի վրա որևէ գործողություն անելու հետ կապված։ Հարևանն է ասա, որևէ խնդիր, մենք ինչ խնդիր ունենք իրար հետ։ Բայց հարևան, որի հետ կապված դու չես պատրաստվում դրա մեջ մտնես։ Այդ քու կռիվը չի։ Վերջ։ Հիմա նայենք ինչա կատարում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է. մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը ենթադրում է Իրանին միջուկային զենքի ձեռքբերման կանխարգելու։
Սակայն եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին իր օրինական միջուկային իրավունքներից, խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու, ապա մենք պատրաստ չենք նման համաձայնագրի, նշել է նախարարը։ Այսինքն փաստորեն այս հայտարարությունը դա կրկնվող հայտարարություն է մինչև հրթիռակոծություններն ու ռմբակոծությունները։ Այսինքն Իրանը մնում է իր տեսակետին, նույնիսկ այս վիճակում։ Եվ դրա համար հարվածները երկուստեք շարունակվում են։ Իրանի արտգործնախարարը Աբբաս Արաղչին ինչ է ասում։ Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի եւ համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն է, ինչպես նաեւ Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում եւ տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել, ասել է նախարար Արաղչին։ Հիմա դուք հիշում եք նաև այն, որ Իրանն ասում էր, տեսեք ինչ ծանր հարվածներ կհասցնեմ, չենք ասում ինքը չունի ռազմական արսենալ, բայց մենք տեսնում ենք, թե ինչպիսի ծանր հարված առայժմ ինքն է ուտում։ Եվ պարբերաբար, երբ որ ասում են հլա դուք տեսեք ինչ եմ անելու, պարբերաբար նաև ասել ենք ժողովուրդ ջան, ասում են լավ են անում, բավական վճռական տրամադրված են, զիջումների պատրաստ չեն, բայց դրա վրա չխաբվեք։ Ու երբ որ անգամ եկավ Իրանից Հայաստանում ասին մենք ենք ձեր սահմանը պահել, եթե մենք թույլ տայինք, ապա որոշել էին Հայաստանը մասնատել, եղել է այն մարդիկ, ովքեր լսում են, ասել են իսկ ով էր որոշել մասնատել, եւ Իրանը դա ոնց մեզ պաշտպանեց, կամ ոնց պարտադրեց այդ գաղափարից չհրաժարվել, ում պարտադրեց Ադրբեջանի, Թուրքիային, թե Արևմուտքին, որ ասում են Արևմուտքի արածն է, ուզում են մեզ կտրեն եւ մեկ էլ ուզում են Ռուսաստանի հարավից կտրեն։ Այդ մեծ խոսացողները, որ ասում են, ու մեզ է պարտավորության տակ կողում, այ եթե հանկարծ փորձեք, իսկ հիմա մենք չկարծեք, թե ավելի բարենպաստ վիճակում կարող, եթե անգամ պատերազմը Հայաստանի տարած չմտնի։ Մենք Իրանը եթե այս վիճակից դուրս եկավ, պետք է ասի Արևմուտքը իմ թշնամին է, այդ կողմերը չերևա։ Արևմուտքը Իրանին պատժեց, պետք է ասեն դու ես դատապարտում մեզ։ Սա է խնդիրը։ Ինչ քիչ ենք խոսել նրա մասին, որ ցանկացած կողմի հաղթանակը մեզ համար բարենպաստ չի։ Երկու ձև կա, կամ պետք է Իրանն ու Ամերիկան հրաշալի հարաբերություն ունենան, հիշեն իրանց ժամանակները, որ Ամերիկայի հետ լավ էին, կամ ուղղակի մի կողմ քաշվեն, իրար գործերի չխառնվեն։ Երկու դեպքում մեզ համար ընդունելի է։ Մենք Իրանի հետ էլ Ամերիկայի հետ առանձին օրակարգերով բանակցենք ու աշխատենք համագործակցենք, բայց չկանգնացնեն մեզ փաստի առաջ, դե ընտրի ում կողմից ես։ Չմեզ չեն էլ կանգնացրել, մերոնք միանգամից ոգևորված հայտարարեցին, որ իրանք դատապարտում են։ Ու նույնիսկ եթե դատապարտելու բան կա, ու նույնիսկ այո կա, դալերեք կա, ասում ենք էլի որ կա, հետո, բայց մենք ասում ենք, մենք պետական կարծիք չենք հայտնում։ Մենք ուղղակի ասում ենք, որ հասարակությունը ինքը իմանա, թող ինքը որոշի, ինքը Ամերիկայի կողմից է, Իրանի կողմից է, այդ ինքը թող որոշի, թե այդ ինֆորմացիան, որը կստանա, այդ վերլուծությունը, որը կստանա, ինքը ինչ կերպ կօգտագործի։ Ու հեշտ պարտադիր չի, որ 100%-ով իմ ասածը իր ասածի հետ բռնի։ Եթե որևէ մեկը ուզում է իմ ասածը 100%-ով իր ասածի հետ բռնի, թող կանգնի հայլու առաջ ու ելույթ ունենա։ Հաստատ ասածը կբռնի։ Բայց մի քիչ կասկածում եմ, եթե ինտելեկտուալ հայլի ելնի, կասի ինչ ես հիմար դուս տալի։ Այս հայլին կանջատի, կասի գնա Անտինյանին լսի, մի հատ տես ինչ է կատարում։ Մի սպասեք, որ 100%-ով պետք է իմ ասածը ձեզ հետ բռնի։ Դուք որոշեք, դուք որ կողմից եք։ Բայց ստացեք ինֆորմացիա, որը ձեզ մտորելու տեղիք կտա, վերլուծություն, որը մտորելու տեղիք կտա, դուք ինքներդ որոշեք, թե դա ձեզ ինչպես կօգտագործեք կամ դա ձեզ ինչպես պետք կգա։ Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ եթե Իսրայելը շարունակի իր ագրեսիան, նա պետք է ակնկալի Իրանի կողմից ավելի ցավոտ պատասխան գործողությունների։ Մենք պատերազմ չենք սանձազերծել, բայց վճռականորեն ենք արձագանքել դրան։ Եթե նման ագրեսիվ գործողությունները կրկնվեն, ագրեսորին ավելի ցավոտ եւ կործանարար պատասխան գործողություններ են սպասվում, ասել է Իրանի նախագահը։ Ու այնպես չի, որ ցավոտ հարվածներ չեն հասցնում, բայց նաեւ չեմ ուզում մտնեմ դրա մեջ, այսքան շենք նախ
բայց այնքան նախխփեց, որտեղ դա չի մեր խնդիրը, մենք ուզում ենք հասկանանք դրա քաղաքական լուծումը որն է, եւ այդ քաղաքական լուծման պարագայում մեր դիրքորոշումը որն է, որտեղ ենք մենք, եւ հիմա եթե այսօր օբյեկտիվորեն նայենք, մեր անվտանգությունը ով է երաշխավորում։ Եթե Իսրայելը ասում է, որ դեռ անցյալ տարվանից արդեն նախապատրաստել ենք, զենք ենք տեղափոխել Իրան, պահեստավորել ենք, որպեսզի ներսից հարված հասցնենք։ Այսինքն նշանակում է այդ ամբողջ ընթացքում ուշով հետևել են հարևան երկրի վարքագիծը, չէ։ Ու մենակ չեն հետևել, Ամերիկայի հետ են հետևել։ Հետո շուռ եք գալիս, ասում եք ոնց է, որ չի ստացվում Ամերիկայի հետ համագործակցել։ Բայց ո՞նց պետք է ստացվի։ Այն ժամանակ, որ Իրանում տարբեր պաշտոնյաների հետ հանդիպում եք, այն մարդիկ ովքերից դասում եք, քանի անգամ ասի ժողովուրդ էս ինչ եք անում, հերթով դրած էս ամեն ինչը, այդ ամեն ինչը չի ֆիքսվում։ Իսկ հիմա ինչ ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը, նա հայտարարել է, Միացյալ Նահանգները որևէ կապ չի ունեցել հունիսի 15-ի գիշերը Իրանին հաստատված հարվածների հետ, բայց կպատասխանի Թեհրանին Միացյալ Նահանգների վրա հարձակման դեպքում։ Եթե Իրանն ինչ-որ կերպ մեզ վրա հարձակվի, ապա զինված ուժերի ամբողջ ուժն ու հզորությունը վրա կհասնեն ձեզ աննախադեպ մակարդակներով։ Այնուամենայնիվ մենք կարող ենք հեշտությամբ գործարք կնքել Իրանի եւ Իսրայելի միջև եւ վերջ դնել այս արյունալի հակամարտությանը, ասել է Տրամպը։ Իհարկե, Դոնալդ խաղաղասերը այս հայտարարությամբ խաղաղություն ա բերում բոլորակին, դուք տեսնում եք, թե ինչպես է ինքը շահագրգռված, որ խաղաղություն լինի։ Բոլորը պատերազմում էին, ինքը եկավ եւ բոլոր պատերազմները դադարեցրեց։ Եթե հիմա տեսնում ենք, որ դա այդպես է, ուրեմն եթե դրան հավատում են, ինչ ասեմ։ Բայց ամեն դեպքում դուք տեսնում եք, կարծում եմ, որ Իրանը հիմա չի համարձակվի ամերիկյան բազաներին հարվածի, այն ծանր վիճակի մեջ, որ ինքը ընկել է, նա ավելի շատ շանտաժ էր անում, որ եթե Իսրայելը ինձ կխփի, ես էլ ամերիկյան բազաներին կխփեմ, բայց եթե Իսրայելը Իրան նենց է խփում, որ ինքը ուշքի չի գալի, հաստատ չի մտածի Իսրայելին խփելու փոխարեն ամերիկյան բազաներին խփի եւ ուղիղ Ամերիկան մտնի պատերազմի մեջ։ Իրան հաստատ դա ձեռնտու չի։ Ավելի լավ է ինքը շարունակի Իսրայելի հետ կապված իր հարաբերությունը պարզել, բայց այդ պարագայում նաեւ տեսնում ենք ինչպիսի ծանր հարվածներ են փոխադարձաբար հասցնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ Իրանը եւ Իսրայելը պետք է գործարք կնքեն եւ նրանք դա կանեն, ինչպես ես գործարքի հասա Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, օգտագործելով առևտուրը ԱՄՆ-ի հետ, որպեսզի բանականություն, միասնականություն եւ ողջախոհություն բերեմ երկու մեծ առաջնորդների հետ բանակցություններին, ովքեր կարողացան արագ որոշում կայացնել եւ դադարեցնել հակամարտությունը։ Նաեւ իմ առաջին ժամկետի ընթացքում Սերբիայի, Կոսովոյի միջև հարաբերությունները սրվեցին, ինչպես դա եղել է տասնամյակների ընթացքում, եւ այդ երկարատև հակամարտությունը կարող էր վերածվել պատերազմի, ես դա դադարեցրեցի։ Բայդենն իր հիմար որոշումներով խաթարեց երկարաժամկետ հեռանկարները, բայց ես նորից կուղեմ դա։ Մեկ այլ օրինակ է Եգիպտոսի եւ Եթովպիայի միջև հակամարտությունը հսկայական Նեղոս գետի վրա, ազդող հսկայական ամբարտակի շուրջ։ Իմ միջամտության շնորհիվ հիմա այնտեղ խաղաղություն է եւ այն կպահպանվի, նմանապես շուտով խաղաղություն կլինի Իսրայելի եւ Իրանի միջև։ Այժմ բազմաթիվ զանգեր ու հանդիպումներ են ընթանում, ես շատ բան եմ անում, բայց երբեք դրա համար ճանաչում չեմ ստանում եւ դա նորմալ է, մարդիկ հասկանում են։ Մերձավոր արևելքը կլինի կրկին մեծ կդարձնենք։ Չէ, կարելի է մերձավոր արևելքը կրկին մերձավոր դարձնել, որևէ խնդրեմ չկա։ Ու ես չեմ կարծում, որ այս ցուցակը լրիվ ամբողջական է։ Օրինակ ես վստահ եմ, որ Դոնալդ Տրամպը կարող է ասել, որ 60 տարի առաջ իրանց Բաքում երկու հոգի կռվում էին եւ ինքը գնաց եւ նրանց ասեց, որ մի կռվեք, ես ձեզ գործարք եմ առաջարկում, երկուսի հետ պայմանավորվեցին, մեկին կոնֆետ տվեցին, մեկին ծամոն տվեցի եւ բայց այդ ամբողջը Բայդենի մեղքն էր։ Այդ կռիվը չէր լինի Բաքում, եթե Բայդենի մեղքը չլներ դրանում։ Ժորժ ջան, երբ այս վիճակը փոխվելու ես չեմ հասկանում։ Այս մոլորակը արդեն դառնում է անկառավարելի։ Որովհետև կառավարողը իր դերակատարությունից հրաժարվեց, հիմա փորձում է բոլորին սաստելով տեղը դնի։ Դա չի ստացվելու։ Առավել եւս հիմա ուժի դիրքից է, չէ՞ խոսակցությունը գնում։ Ուժի դիրքից Իսրայելը խփում է։ Եվ կանգնում են պետություններն ասում են ինքնապաշտպանության իրավունք ունի։ Եթե Համասը հարվածում էր Իսրայելին, ասում են իհարկե ինքնապաշտպանության իրավունք ունի։ Բավոք դրել ես մարդկանց կոտորում ես, բա ինչ անի։ Ով եք դուք, որ դնեք մի հատ պետություն վերացնեք։
իսլամիստ ահաբեկիչները։ Ո՞նց կարող է պատահի մեր համակրանքը, քաղաքակիրթ մարդու համակրանքը լինի իսլամիստ ահաբեկիչի կողմը։ Բայց այսօր կանգնել ասել, որ ես ինքնապաշտպանության իրավունք ունեմ, որովհետև ենթադրում եմ, որ Իրանը ռումբ կստեղծի, ու ենթադրում եմ հենց ստեղծեց դրանով ինձ կհարվածի, ու դա իրավունք է տալիս ինքնապաշտպանվելու, հա։ Ինքնապաշտպանական իրավունք անձնական շփման ժամանակ էլ մարդը կարող է ունենա զենք եւ դիմի անհրաժեշտ ինքնապաշտպանության։ Բայց ես չեմ կարծում որևէ իրավական համակարգ կասի, որ ես ենթադրում էի, որ եթե իմ հարևանը խոհանոցային դանակ առավ, նա հաստատ այդ դանակով ինձ սպանելու է։ Ու ես իմ ունեցած զենքով օրինական գրանցված նրա ճակատից մեղեցի, որովհետև ես ինքնապաշտպանության իրավունք ունեմ։ Սա է հարցը, ժողովուրդ ջան։ Ոստեղ հարցը նա չի, թե հիմա ես դա ինչի համար եմ ասում։ Ոչ թե ասում եմ, որ մենք Իսրայելին քննադատենք, կամ այս կողմ։ Ես դա եւ ասում եմ, որ այս օբյեկտիվ իրականության մեջ այսպիսին է, ուժերի դիրքից խոսակցությունն է, բա որ այդքան մտավախություն ունեինք, որ Ամերիկան ասում է բերեք ուժի դիրքով աշխարհը բաժանենք, ինչի ենք այդքան անհանգստանում, որովհետեւ ուժերը մենք չենք։ Այդ դրա համար դա մեզ անհանգստացնում է, որ ամեն ուժերը մտածելու հարևանից ինչ վերցնի։ Առաջ անգամ ենք դրա մասին խոսում, այդ մտավախության մասին խոսում։ Ու խնդիրը նա չէ, Իրանը կարողանա ապացուցի, որ Իսրայելը մեղավոր է։ Խնդիրը նա է, որ Իրան հրթիռակոծում են, ռմբակոծում են։ Ու ինքը չի կարողանում դրա տակից դուրս գալ։ Մի հսկայական պետություն։ Մի պետություն, որը որ Համասում քիթը խոթում էր, Հեզբոլայի հարցում կոթում, հութիների հետ կապված էր, Սիրիայի հետ կապված էր, ասում ենք Հայաստանն ուզում է ստենց անվտանգություն պահես ոնց որ այդ բոլորը, նենց որ ամեն մարդ իր, ամեն երկիր իր մեղքի բաժինն ունի, բայց այդ մեղք ունեցողների թիկունքին կանգնած են պետություններ, որոնց հետ կապված մենք պետք է մտածենք, իսկ մենք դրանց հետ կապված ինչպես ենք հարաբերվելու եւ ինչպես ենք դիրքավորվելու։ Որտեղ Ֆրանսիայի կարծիքը մեզ շատ հետաքրքրում է։ 100%-անոց չենք ընդունի, եթե մեր շահերին դեմ է, Ֆրանսիա չէ ով ուզում ալնի։ Բայց չենք կարող հաշվի չառնենք, եթե վաղը մենք Ֆրանսիային դիմենք, մեզ ասի ինգեր, բա դու այդ որտեղ ես, որ կողմում ես։ Ինչ ենք ասելու։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է. Պուտինը եւ Թրամփը 50 րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկել են Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը։ Պուտինը դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունը Իրանի դեմ։ Նա Թրամփին տեղեկացրել է նախորդ օրը Իրանի նախագահի եւ Իսրայելի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին։ Պուտինը Տրամփին հիշեցրել է Ռուսաստանի առաջարկը Իրանի միջուկային դոսիեի շուրջ փոխադարձաբար ընդունելի համաձայնություններ գտնելու վերաբերյալ։ Տրամփը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը գնահատել է որպես շատ մտահոգիչ։ Տրամփն այնուամենայնիվ Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածներն անվանել է արդյունավետ։ Այսինքն, երբ որ Դոնալդ Տրամփը արդյունավետ է համարում այդ հարվածները, միանգամից հարցածագում կանխարգելիչ քայլեր անող Իսրայելի հարվածները արդյունավետ համարելու դեպքում, այսինքն արդարացնում է այդ քայլերը, որոնք որ կատարվել են։ Եվ այդ պարագայում նորմալ է համարում, որ կարան գիտնականներին դնեն ոչնչացնեն։ Նորմալ է համարում։ Դուք կարծում եք, որ այդ գիտնականներին ոչնչացնողները չունեին հնարավորություն ընենց անել չոչնչացնեն, բայց նրանք այդ ծրագիրը չանեին։ Չէ, նպատակային ոչնչացնում են։ Պարզ չի։ Մենաշնոր եք ստեղծում, միջուկային ռումբը 45 թվին օգտագործելուց հետո 2025 թվին մենաշնոր եք ստեղծում, որ հանկարծ գիտականից չզարգանա։ Հունիսի 14-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի է ունեցել խոշոր ռազմական շքեր, նվիրված ամերիկյան բանակի 250-ամյակին։ Այն համընկել է երկրի նախագահ Դոնալդ Տրամփի 79-ամյակի հետ։ Վերջինս կնոջ Մելանիա Տրամփի հետ ներկա է միջոցառմանը եւ ելույթ է ունեցել։ Շքերթն անցկացվել է այն ժամանակ, երբ ողջ երկրում տեղի էին ունենում բողոքի ցույցեր ընդդեմ Տրամփի։ Շքերթից մի քանի ժամ առաջ ցույցեր են սկսվել ամբողջ երկրով մեկ ընդդեմ հանրապետական նախագահ Տրամփի։ Ցուցարարները նրան քննադատում էին զինված ուժերը ցուցարարների դեմ օգտագործելու, ինչպես նաև երկրի մայրաքաղաքում ռազմական ուժ ցուցադրելու համար։ Վաշինգտոնում հակապատերազմական ակտիվիստները բողոքի պաստառներ էին բարձրացրել թռչող սարքերի փոխարեն տներ գրությամբ։
Մոտակայքում տեղակայված զրահամեքենաների, ուղղաթիռների եւ ռազմական տեխնիկայի ցուցադրության ֆոնին։ No Kings ոչ թագավորներին կարգախոսով ցույցեր անցկացվել են հարյուրավոր քաղաքներում։ Դե հիշում եք, որ Դոնալդ Թրամփը իրեն թագավոր հռչակեց։ Կազմակերպիչներն ասում են, որ կարգախոսն ընտրել են աջակցելու ժողովրդավարությանը եւ դեմ արտահայտվելու Թրամփի վարչակազմի ավտորիտար գործողություններին։ Հիմա այս հարցում նաև նայենք, այդ դժգոհությունները, ինչպես տեսնում եք, մենակ չի վերաբերվում միգրանտներին։ Միգրանտները ուղղակի առիթ էր եւ մեկ էլ է շքերթը առիթ էր, որպեսզի իրանք ամբողջ երկրով մեկ այս ցույցերը իրականացնեին։ Բայց նաև ուրիշ խնդիր կա, այդ դժգոհությունները, որոնք արտահայտում են, Դոնալդ Թրամփի համար իհարկե ամսի 13-ից առաջ հարվածների հասցնելը Իրանին ինչ-որ միտեղ նաև շեղող հարց էր, որ արտաքին օրակարգով ասենք ժողովուրդ կռվի մեջ ենք ներքաշվել, ժամանակ եք թե երկրի ներսում միտինգներ անեք, բայց նախընտրական process-ի ժամանակ ներքաղաքական օրակարգի վրա ազդել արտաքին կռիվներով ու թշնամանքով, որ ասե ժողովուրդ ջան, եկեք մոբիլիզացվենք, լավ տեսեք մեզ ինչ է սպասվում, դուք դրել եք ինչեր եք քննարկում։ Դա աշխատող է։ Բայց այսօր ընտրություններից մի քանի ամիս հետո դնել ներքաղաքական օրակարգը փորձել լրացնել ասելով տեսեք խնդիրների մեջ ենք, դա ընդհակառակը հակառակ ազդեցությունն է ունենում։ Առավել ևս ինչի համար։ Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ Ամերիկայի հասարակության ճնշող մեծամասնությունը համակրանքը Ուկրաինայի կողմն է։ Ու ոչ թե մենակ ասենք կոնկրետ Ուկրաինայի, այլ պարզապես իրանք գտնում են, որ ագրեսոր Ռուսաստանին պետքա պատժել տվյալ պարագայում Ուկրաինայի հետ կապված պարագայում։ Բայց եթե այսօր Դոնալդ Թրամփը այսպես ինտենսիվ ձևով պաշտպանում է Իսրայելին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատ-շատերը գիտեն, որ էլիտայում, վերնախավում, քաղաքական վերնախավում շատ կան հրեաներ եւ հրեական ազդեցությունը բավական մեծ է։ Դոնալդ Թրամփի վրա ֆանտաստիկ մեծ է, որ կարող է նաև նրան որոշումների դրթեն, կարող է նրան որոշումներ համոզեն, բայց դա ուրիշ է, դա քաղաքական էլիտան է, որը կարող է այո որոշումներ կայացնի, որոշումներն անցկացնի, բայց երբ որ ժողովուրդը փողոց է լցվում, այդ նույն Դոնալդ Թրամփը կարծում է, որ ինքը հրաշալի տիրապետում է, որ հասարակության մեջ Միացյալ Նահանգների առանձնապես հիացած չեն հրեաներով։ Բացարձակ իրանք ոգևորված չեն, որ Դոնալդ Թրամփը պատերազմի մեջ է Ամերիկան ներկայացում հրեաների շահերը պաշտպանելու ու արդարացված չեն համարում այդ հարվածները Իրանին, որտեղ լավ հասկանում են, որ Իրանի միջուկային ծրագիրը Ամերիկայի համար վտանգ չէր ներկայացնում։ Դա ներկայացնում էր Իսրայելի համար։ Եվ այսինքն, եթե ինքը տիրապետում է անգամ համալսարանին մեղադրում, ասում է, ես փող չեմ տա, կոմոդ ընդհանրապես այս ինչ քաղաքականություն է գնում հրեաների նկատմամբ, այս ինչ խտրական վերաբերմունք է, այս ինչ է կանում, անգամ այդպիսի հեղինակավոր Հարվարդի համալսարանին փորձում է ֆինանսապես ճնշի, որ դուք այս ինչ եք անում, իսկ ինչ է, չգիտի որ երկրի մեջ այդպիսի մթնոլորտ կա, այդ մթնոլորտը չեզոքացնելու համար Իսրայելի համար պատերազմի մեջ չեն մտնում։ Առավել ևս, երբ որ ընտրություններից առաջ ասել ես խաղաղություն են բերում, ժողովուրդ ջան, մենք ինչի՞ պիտի կռվենք։ Ասել, որ մենք վարում ենք մեկուսացման քաղաքականություն, մենք զբաղված ենք մեր երկրի շահերով, մենք զբաղված ենք մեր խնդիրները լուծելով, Ամերիկան հզորացնելով, Ամերիկայի համար ստեղծենք պաշտպանական համակարգ։ Ինչ մեր ինչին է պետք օվկիանոսի ցայն կողմ գնալ եւ խառնվել Եվրոպայի ծրագրերի։ Մի մարդ, որ ասում է մեր ինչին է պետք օվկիանոսի ցայն կողմ, ինչ է Իսրայելն արդեն միացրել են Ամերիկայի, թունել են փորել, ես ուզում եմ իմանամ Իսրայելը ինչ որ ավելի մոտ է գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, քան ամենաարևմտյան եվրոպական երկիրը։ Էլ օվկիանոս չի բաժանում ձեզ։ Սա նրա համար է, որ ես ինչ եմ ասում, որ այդ հասարակությունը, որը փողոց է դուրս գալի, այդ հասարակությունը դա հրաշալի հասկանում է։ Ես ուղղակի ասում եմ այն, ինչ որ այդ մարդիկ հրաշալի գիտեն։ Այդ մթնոլորտը երկրի ներսում չեզոքացնի, ասես ինչի եք հրեաների նկատմամբ այսպիսի վատ վերաբերմունք ունենում, երբ որ տեսնում են, որ ակնհայտորեն ուկրաինական պատերազմը անցնում է ագրեսորի կողմ Ռուսաստանի, Ուկրաինային ասում է ինչի պետք է ֆինանսավորեմ, Ուկրաինան ասում է 100 միլիարդի զենք ես տվել, 500 միլիարդի քեզ հումք եմ տալիս, հիմա այն զենք դու ասում ես չէ, զենքը քեզ չեմ տալի, բա ինչ ես անում, ուղարկում եմ Իսրայելին։ Ինչի համար, որովհետև Իսրայելը ավելի կարևոր է, ինչի համար, որ Իսրայելը պատերազմ սկսի։ Ուկրաինան պաշտպանվի, Իսրայելը հարձակվի։
Այդ նույն բանը Ամերիկայի ընտրողը չի հասկանում։ Այսինքն Երևանում նստած ես հասկանում եմ, ինքը Ամերիկայում չի հասկանում։ Այնպես որ եթե պետք էր որ ամսի 13-ին, այսինքն 14-ից առաջ Իսրայելը հարձակվի Ամերիկան վերաբերմունք արտահայտի, որ երկրի ներսում լարվածությունը մեղմանա, որտեղ դրսում խնդիրներ կա, ընդհակառակը մարդիկ ասում են, «Էս ինչ ես անում»։ Առավել ևս որ դա վերաբերում էր Իսրայելին, ոչ թե վերաբերում էր Ուկրաինային կամ Ռուսաստանին, որտեղ ավանդաբար իրանք Ռուսաստանին չեն ընդունում, բայց այդ հասարակական մթնոլորտը երկրի ներսում հատուկ ծառայությունները չեն ասում, չեն տպում դնում սեղանին։ Օմանը հայտարարել է, որ կիրակի օրը հունիսի 15-ին Մասկատում նախատեսված ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վերջին փուլը տեղի չի ունենա։ Դե գիտենք, որ Օմանի միջնորդությամբ էր դա լինում, մինչև այդ Իրանից հայտարարեցին, որ անիմաստ այլևս բանակցությունը շարունակել, հետո ասին դեռ թեման փակված չէ, սպասում էին ինչ-որ մի բանի, բայց այն ինչի որ սպասում էին, ամենայն հավանականությամբ չարդարացվեց, որովհետև իրանք շատ ավելի երևի առարկայական բան էին սպասում Միացյալ Նահանգներից, պատերազմը դադարեցնելու, բայց ավելի շատ Դոնալդ Տրամպը սպառնաց իրանց, քան թե առաջարկեց, կամ նույնիսկ եթե առաջարկեց հիմա պարտադրել խաղաղություն, դեռ ծայրը չի երևում, թե դա ինչ տեսք պետք է ունենա այդ խաղաղությունը պարտադրելու, որը որ դրա համար անիմաստ դարձավ այս բանակցությունը շարունակել։ Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Տրամպի եւ Ռեջեփ Էրդողանի միջեւ։ Նախագահները քննարկել են Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտության սրումը, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ամեն ինչ անել Իրանի եւ Իսրայելի միջև լարվածության անվերահսկելի սրացումը կանխելու համար։ Մենք լավ գիտենք Էրդողանի վերաբերմունքը, որը դատապարտում է Իսրայելին եւ նա ցանկանում է Իսրայելին վերացած տեսնել, չնայած իրականում լավ էլ խաղեր են տալի Ադրբեջանի միջոցով, բայց համենայն դեպս մահմեդական երկրների մոտ դեպքը չկորցնելու համար ինքը շարունակում է այդ լիդերությունը ստանձնած իրան զգալ, բայց եւ միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների հետ այս քննարկումների հետ կապված ինչի է դա եւ մեզ համար մտահոգիչ Թուրքիայի դերակատարությունը մեզ համար ինչքան ընդլայնի մեզ համար մտահոգիչ է առավել եւս երբ որ մենք գիտենք որ Նիկոլ Փաշինյանը ոնց որ արդեն տարածվել է ինքը գնալու է եւ հավատարմության երթում տա Ռեջեփ Թայիփ Էրդողանին մի բան որ հետո մենք մտածում ենք որ բա մենք ոնց ենք կանխարգելիչ քայլեր անելու մենք ոնց ենք պահպանելու մեր իմունիտետը Թուրքիայի շփումներում ոնց է անելու եթե քու երկրի վարչապետը այն թիմից է խաղալու բայց սա էլ չէ մեզ համար վտանգավոր այդ դրա համար երբ որ այս կարգի հարցերում ներգրավված է Թուրքիան բայց իրանք էլ նաև շատ հարցեր ունեն Ամերիկայի հետ մեզ համար մտահոգիչ է որովհետև ի վերջո ով է մեր անվտանգությունը երաշխավոր հասկացան գլուխները խառնա Առայժմ ունենց Հայաստանի մասին չեն մտածում, բայց ամեն մեկը կարող է մտածի Հայաստանը այնպիսի դերակատարություն ունի, այնպիսի դիրք ունի, սպասին հենց անենք, որ այդ դիրքը մեր ձեռքին լինի, Իրանի հյուսիսը մեր ձեռքին լինի։ Իսկ այդ դեպքում մենք ում հետ ենք դա ճիշտ է։ Մաքսիմում հիմա այսօր նորից ասենք Նիկոլ Փաշինյանը կրթվել է նորաձև վեր գործով էր զբաղված, շատ կարևոր գործով, մարդկանց էր կրթվում, թե ինքն էր կրթվում, ինքնակրթվում, չգիտեմ ինչ էր անում, բայց ամենայն դեպս ինքը դրանով էր զբաղված, ասել է թե այս բոլոր հարցերը լուծված են, ամեն ինչ նորմալ է, հիմա գնացել է ժողովրդի հետ շփվի։ Մի հատ է չնայած դե հարց է ցակում, ըմբթան որ դա չաներ, ինչ պետք է աներ որ։ Այն այր անելիքն արեց էլի։ Գնաց Պրագա կանգնեց, ասեց Ռուսաստանի հետ լավ ենք, Իրանի հետ էլ դա շատ լավ ենք, Իսրայելն է դատապարտում ենք Ռուսաստանի հետ հարաբերություն վերանալու, բացարձակ ցանկություն չունենք։ Եվրամիություն գնալու հետ կապված է ծրագիր չունենք, օրակարգ չունենք։ Այդքան ասեց բրծավ շատ լուրջ ծանր գործանելուց հետո հիմա էլ արդեն վայելում է, մարզերով գնում է, մարդկանց կրթում է։ Մեկը որ հարցին է ասի ինգեր քո արածը քուդուրն եկավ։ Մեզ այս պահին պետք է նման վերաբերմունք։ Չեզոքություն պահելը ձևը չգիտեինք, որ ասեինք մտահոգություն ենք հայտնում ու վերջ։ Իսկ այս ամեն ինչը արվում է ինչից առաջ, ընտրություններից առաջ, ինչպես տեսնում եք, իրանք ասում են հաշվի չմիացած է, հիմա մի քիչ սսկված են, որ մանգան քերակին որ ունեն, այդ օպերատիվ խումբը առայժմ մի քիչ անգործության է մատնված, կամ գուցե թաքուն որոնումների մեջ են քերակինների բացահայտման գործում, որտեղ մենք հասկանում ենք, որ մեր իրավական համակարգը հիմնականում դրանով է զբաղված էլի, որ Նիկոլ Փաշինյանի ասածները արդարացնի։
բայց ի վերջո մենք նայենք այդ ընտրություններից առաջ 21 թվականին այն ընտրությունը ոնց էր, ժողովուրդ ջան, ընտրեք մեզ, որպեսզի նախկինները չգան։ Հիմա նախկիններով չեն կարում, նախկինների թազա խաղացող են մտցրել, ուրիշ կերպարով տեսեք, հեսա իրանք գալիս են։ Բայց մի հատ ուղղակի հասկանանք, էլի այդ ընտրություններից մի քանի օր առաջ, ընտրությունը հունիսի 20-ին էր, հունիսի 20-ից մի քանի օր առաջ իմ գնահատականն է այդ ամեն ինչը, որտեղ այս ամեն ինչը մեզ սպասվելու է, հետո էլ ու այնպես չի, որ այն ինչ որ այն վաղ տասվել է, այսօր նորից չի ասվել դրա մասին։ Ուրեմն ավետարան ըստ Նիկոլի, կառուցիր ընդդիմախոսիդ, սա ժողովրդավարության մասին միայն Փաշինյանի պատկերացումն է, թե նաև նրա ընտրողների։ Հիշում եք այն հայտնի ելույթները, ինչ էր պատրաստվում անել ընդդիմախոսներին։ Դեն այն չի, որ հիմա նույն բաները չէր ասում, էլի, ավելի հստակեցրեց, թե ինչա պատրաստվում անել ում հետ ինչ բառապաշարնել հարստացրեց հայհոյանքներով։ Սրան էր արժանի մեր ժողովուրդը, սա ու սրան են պատրաստում էլի հանդուրժել։ Այս ընթացքում պարբերաբար բազմակողմանի ու համոզիչ հիմնավորումներով պնդում եմ, որ եթե ընտրություններում հաղթի Փաշինյանը, չի կարելի հաշտվել պարտության հետ, ու հետընտրական պայքարը պետք է լինի անխուսափելի, բայց այնպես ինչպես դա կարող է համոզել Փաշինյանը, ես նման որակներ չունեմ։ Նա հանրամատչելի բացատրեց, որ հաղթելուց հետո կառուցելու է իր դեմ պայքարող ընդդիմադիրներին։ Դե հիմա եթե նույն ընդդիմադիրները պարտվելուց հետո չպայքարեն ու հանգիստ նստեն տեղները, հանրություն ինչ կարծիք կկազմի նրանց մասին։ Լավ էլ հանգիստ նստեցին իրենց տեղը, լավ էլ գնացին մանդատները վերցրեցին, մինչև վերջ էլ մանդատները գրկած մնացին, որովհետև դա իրենց երաշխիքն է, հետագայում տասնամյակներ հետո որ գնան թոշակի, թոշակառուի բանի պատգամավորի թոշակ ստանան։ Միամիտ չլինեք, հայրենիքի մասին մտածելու բան չկա։ Գեղեցիկ ամեն ինչը կասեն, արդյունքում մանդատը պահելու համար։ Բոլոր ժամանակների մեր ընտրություններում իշխել են այն տրամաբանությունը, որ հաղթողինն է ամեն ինչ, իսկ պարտվողին է ոչինչ։ Ընտրություններին մասնակցության բարձր ակտիվությունը եւ հետընտրական կատաղի պայքարը հատուկ էր նախագահական ընտրություններին, քանի որ իշխանությունը կենտրոնանում էր մեկի ձեռքում, իսկ խորհրդարանական ընտրությունները մի տեսակ ածանցյալ էր նախագահականին։ Հիմա ունենք խորհրդարանական կառավարման համակարգ եւ առաջիկայում ընտրում ենք նոր գումարման ազգային ժողով, ու եթե մի ուժ հաղթում է, ապա խորհրդարան անցած երկրորդ, երրորդ, չորրորդ ուժերը դառնում են համապատասխանաբար առաջին, երկրորդ եւ երրորդ խորհրդարանական ընդդիմադիր ուժեր, եւ նրանց ստացած ընդհանուր ձայները կարող է ընդամենը մի քանի տոկոս պակաս լինել իշխող ուժի ստացած ձայներից։ Փաշինյանը հաղթելուց հետո ում է պատրաստվում կառուցել։ Արդեն անիմաստ է քննարկել, որ այս վիճակի առաջ կանգնեցինք իշխանության մեղքով, որ իրենք են եկել դագաղներով ու սև ժապավետներով, ընդդիմությանը պատին ծեփելով ու ասֆալտին փռելով։ Թշնամուն պարտվեցինք պատերազմում, թե ինչ հոգեբանական վիճակ է պարտվողի մոտ, պետք չէ մեկս մյուսին բացատրենք, բոլորս գիտենք։ Թուրքին ոչնչացնել այս պահին չենք կարող, բայց կարող ենք երկրի ներսում ընդդիմախոսին թշնամի հայտարարել ու թուրք որակել, ու անխնա ոչնչացնել։ Ինչ է թե դրանից, իսկ թե դրանից ինչպես կօգտվի իսկական թուրքը, դա կարծես մեզ առանձնապես չի մտահոգում։ Մեզ արդեն այնքան են լարել, որ մեր ճշտի համար արյուն թափել ենք ուզում, հայի արյուն։ Իսկ թե թուրքի դերակատարությունը ինչքան մեծացավ 5 տարվա մեջ, ես չասեմ, թող Փաշինյանն ասի, տեսեք, թե իր պատկերացումները Էրդողանի նկատմամբ ինչպիսին է։ Եվրոպայում ասում էր ամենօրյա շփում ունենք, ուղիղ շփում ունենք Թուրքիայի հետ։ Թե ինչ ունեք ամենօրյա շփվելու, պարզ չի։ Բայց ասիկն ձեզ պարզ է, մեզ էլ պարզ է թե ինչ ունեք։ Պարտադիր չի հրապարակային ասեք։ Պատկերացնում ենք աշխարհաքաղաքական ինչ բախտորոշ վիճակում ենք։ Բազում բարդություններից բացի բավական է նշել, որ Արևմուտքը սառը պատերազմի ակտիվ փուլ է մտել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեմ, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սա 2021 թիվն է, բանից ուկրաինական պատերազմից մի տարի առաջ։ Տարածաշրջանը մի քանի պատճառներով տակնու վրա է լինում։ Վերադասավորումներ են նախապատրաստվում։ Թշնամին ներխուժել է մեր տարածք։ Չգիտենք դուրս կգա, թե ավելի կխորանա, կվերադարձնի բոլոր գերիներին, թե նորերին կգերեվարի։ Աշխարհը սանկցիաներ կկիրառի Ադրբեջանի դեմ, թե լուր համաձայնություն կտա մեր թշնամու նոր ագրեսիային։ Ու այս ամենի ֆոնին ամեն ինչ մի կողմ ենք դրել ու ցանկանում ենք երկրի ներսում ընդդիմախոսին ոչնչացնել։ Համոզիչ չեն այն բացատրությունները, թե հապա ինչ պետք է անենք,
չհակադարձենք, եթե մյուս կողմն այս ասեց կամ այս արեց։ Երբ ժամանակին ասում էի ու ոչ միայն ես, որ այս ընտրությունների մթնոլորտ արհեստականորեն լարելու են ու ներկայացնեն որպես գործող ու նախկին իշխանությունների կենաց մահու կռիվ, որ հաղթողը պատրաստում է ոչնչացնել պարտվողին, այս ամենը դեռ չէին ասվել ու արվել, ինչին հիմա հղում են անում իրավիճակն արդարացնողները, իսկ մեզնից ոչ մեկը պայծառատեսությամբ չի տառապում, այլ ունեն անալիտիկ վերլուծական համեստ ունակություններ և բացատրում էին, որ եթե նպատակն իշխանությունը ձեռքում պահելն է, իսկ մարդկային որակը դրան հասնելու համար միջոցի առաջ կամք չառնելը, ապա դա անխուսափելիորեն հանգեցնելու է այն վիճակին, ինչի առաջ կանգնած ենք հիմա։ Հիմա ժողովուրդ ջան, 2021 թվականի ընտրություններից մի քանի օր առաջ և 2026 թվականի ընտրություններից մի քանի ամիս առաջ շատ բան է փոխվել մեր երկրում, մթնոլորտի առումով, աշխարհաքաղաքական կողմնորոշումների առումով, ինչ է փոխվել, բայց ինչի է այդպես, որ մարդիկ առաջ են գնում, պետություններն առաջ են գնում, աշխարհն առաջ է գնում, մենք մնում ենք նույն մակարդակին, մեր կռիվները անցյալի հետ է։ Մեր կռիվները անցյալի կռիվ տանք, որ ապագան պահենք մեր ձեռքում։ Էս է վիճակը։ Հիմա այսօրվա օրակարգը եթե նայենք, վաղը եթե հաջորդ կիրակի ընտրությունը լներ, այս մթնոլորտով չէինք ընտրության գնալու։ Եթե մինչև հաջորդ ընտրություններ այս մթնոլորտը չփոխվեց, այս չի լինելու ընտրության արդյունքը։ Ու այդ պարագայում մեր թշնամիներն էլ ասեն, հա լավ դուք իրար կերեք, մենք գիտենք դրա հետ կապված մենք ինչ ունենք անելու։ Սա է խնդիրները, որ ինչքան է չցանկանանք ներքաղաքական օրակարգի մեջ մտնել, իմացեք, որ իշխանությունը ուշքնում միտքը այդ ներքաղաքական օրակարգն է, որի պարագայում իրենց առանձնապես ոչ մի բան չի հետաքրքրում, ինչ անել, որ ընտրության հետ կապված վտանգներ չլինեն։ Իսկ դրա համար պետք է ինքը ընդունի ռեգիոնալ քաղաքականությունը, այսինքն կրոնը ընդունի Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Նույնիսկ այս պարագայում անգամ չես կարող ռեգիոնալ քաղաքականություն վարել, որ անգամ Իրանի հետ կապված էլ վերաբերմունքը տարբեր է։ Էդ էլ մի հատ ուշադրություն դարձնենք։ Այդ ռեգիոնալ քաղաքականությունը բառից բուն իմաստով աբսուրդ է։ Ռեգիոնը ոտատակ են տվել, ինչ ռեգիոնալ քաղաքականություն, առաջի անգամ ենք դրա մասին խոսում։ Դե ինչ արած, մարդներս պետք է պահենք աշխարհաքաղաքական իրադարձությունների զարկերակին, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտենյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։